Եղբայրներ եւ քույրեր, աշխարհում տարեկան իրենց բնակության վայրը փոխում է ավելի քան 300 միլիոն մարդ։ Այդ թվում միջազգային միգրանտները եւ երկրի ներսում տեղահանվածները, ովքեր որ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք տեղափոխվում են։ Եվ տեղափոխվում են մարդիկ շատ տարբեր պատճառներից եւ տարբեր նպատակներից, տարբեր խնդիրներից եւ հարցերից ելնելով։ Մարդիկ խաղաղություն, հանգստություն, հարուստ ու ապահով կյանք են փնտրում շատ տարբեր տեղեր, տարբեր քաղաքներում, երկրներում, տարբեր համայնքներից ներս, մարդիկ փնտրում են հանգստություն, խաղաղություն, փնտրում են մեկ վայր, որտեղ որ կարծես թե իրենց տան մեջ զգան, փնտրում են մեկ վայր, որտեղ որ իրենց զգան, ինչպես որ այսպես ասած ձուկը ջրում, փնտրում են մեկ վայր, կարծես թե լինեն իրենց ափսեի մեջ, սակայն շատ ժամանակ պատահում է մի բան, որտեղ որ մարդիկ զգում են, որ ճիշտ է, իրենց ուզած երկրում են, իրենց ցանկացած համայնքի մեջ կամ իրենց ցանկացած իրավիճակում, բայց երբեմն լինում են իրավիճակներ, որտեղ անհատներ կամ մարդիկ իրենց օտար են զգում, օտարացած են զգում եւ պանդուխտներ են զգում։ Կարծես թե ամեն բան լավ է, հարմարավետ է, գեղեցիկ է, գունավոր, բայց նայում ես շուրջդ եւ տեսնում ես, որ կարծես թե քեզ համընդհանուր ինչ-որ կապող բան չկա, ոչ այդ ժողովրդի հետ, ոչ այդ համայնքի, ոչ այդ ժողովրդի ունեցած պատմության հետ եւ կարծես թե մարդը ինքն իրեն օտար է զգում, առանձնացած է զգում։ Մինչեւ անգամ մարդիկ կան, ովքեր որ իրենց շատ հետաքրքիր է, բայց օտար են զգում իրենց ընտանիքների մեջ, իրենց հարազատ օջախներում, իրենց հարազատ ընկերների կամ բարեկամների շրջանակում։ Սակայն գալով դեպի Աստծո խոսքը, մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեզ հետաքրքիր կերպով սովորեցնում է եւ ցույց է տալիս եկեղեցու կարեւորությունը եւ ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսին միացած մարդկանց ուրախությունն ու միասնությունը, որտեղ մարդիկ գտնվելով մեկ վայրում, եկեղեցում, այդ պատերը ոչ թե նրանց բաժանում ու առանձնացնում են, այլ միավորում են։ Մարդիկ գտնվելով Տեր Հիսուս Քրիստոսի շուրջ, նրանք միավորվում են մեկ նպատակի շուրջ, մեկ գաղափարի շուրջ, մեկ արժեքի շուրջ, մեկ ճանապարհի շուրջ, մեկ ճշմարտության շուրջ։ Սիրելիներ, Եփեսացիներին ուղղված նամակ 2-րդ գլուխ 10-ից 22 համարները պիտի ընթերցեմ եւ խնդրում եմ, որ ովքեր ունեն սուրբ գրքեր բացեք եւ հետևեք։ Եփեսացիս 2-րդ գլուխ 10-ից 22 համարներ։ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ եւ Աստծո ընտանիքի անդամներ, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Սիրելիներ, անցած կիրակի օրվա պատգամի հատվածը Եփեսացիս 2-րդ գլուխ 11-ից 18 համարներն էր, որտեղ մենք սովորեցինք այն, որ Քրիստոսի միջոցով մենք հավատացյալ ժողովուրդս այլևս թե մեկս մյուսի համար եւ թե Աստծո համար օտարներ չենք, եւ մեր մեջ այլևս բաժանարար պատեր չկան, ոչ ազգային, ոչ լեզվական, այլ մենք այլևս Աստծո ընտանիքի անդամ ենք հանդիսանում։ Նրա ընտանիքի կառույցի մեկ մասն ենք հանդիսանում։ Այս հատվածում, որ քիչ առաջ ընթերցեցի, Պողոս առաքյալը նկարագրում է այն մեծ փոփոխությունը, որ Հիսուս Քրիստոսը կատարել է հավատացյալների կյանքում,
Պողոսը 3 պատկեր է օգտագործում է քաղաքի պատկեր, ընտանիքի պատկեր եւ տաճարի պատկեր։ Այս 3 պատկերները բացահայտում են հավատացյալների նոր ինքնությունը Քրիստոսի մեջ։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուց օտարացած մարդիկ դառնում են Աստծո արքայության քաղաքացիներ, դառնում են նրա ընտանիքի անդամներ եւ Սուրբ Հոգու բնակության կենթանի տաճարներ են դառնում։ Սիրելիներ, 19-րդ համարը կրկին պիտի ընթերցեմ սկզբի հատվածը, որտեղ ասում է. Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ, այլևս օտարներ չեք։ Ինչ է նշանակում օտար եւ ինչ է նշանակում պանդուխտ։ Օտար նշանակում է անհարազատ։ Երբ որ ասում է դուք այլևս օտար չեք, հետևյալն է ասում, որ այլևս դուք մեկը մյուսի համար անհարազատ մարդիկ չեք։ Դուք այն մարդիկը չեք, ովքեր որ մեկը մյուսիդ համար խորթ եք կամ անծանոթի պես։ Տեսակ չճանաչեցիք եւ անծանոթներն էլ անցնում են իրար կողքով եւ չեն էլ բարևում, որովհետեւ չեն ճանաչում, ընդհանուր որևէ բան չկա, խորթ են իրար։ Բայց հիմա Սուրբ Գիրքն ասում է, որ դուք այլևս օտարներ չեք եւ պետք չունեք մեկը մյուսի հանդեպ վարվեք օտարի պես, խորթի պես, անծանոթի պես, անհարազատ մարդու պես։ Եվ ինչպես որ մենք մեկս մյուսի համար անհարազատ, խորթ, անծանոթ մարդիկ չենք, այնպես էլ մենք բոլորս միասին Աստծո հետ օտարներ չենք, անհարազատ մարդիկ չենք Աստծո հետ, խորթ չենք այլևս Աստծուն։ Նաև օտար նշանակում է տվյալ վայրին, երկրին, ժողովրդին կամ համայնքին չպատկանող, նրա անդամը կամ մասնակից չհանդիսացող անձ։ Օտարը նա է, որ համընդհանուր որևէ բան չունի ոչ այդ համայնքի հետ, ոչ էլ այդ ժողովրդի հետ, ոչ էլ համընդհանուր արժեքային որևէ բան ունի։ Պանդուխտ նշանակում է հայրենի երկրից հեռացած եւ օտար երկրում ապրող մարդ։ Եվ այստեղ հետևյալն է, որ դուք այլևս պանդուխտներ չեք, ովքեր որ ձեր հայրական օջախից, ձեր հայրական տնից հեռացել եք եւ գնացել եք մեկ ուրիշ երկրում եք ապրում, այլ դուք այլևս վերադարձել եք ձեր հայրական օջախ, ձեր հայրական տուն, դուք վերադարձել եք Աստծո տուն, դուք վերադարձել եք Աստծո ներկայության մեջ, այլևս դուք պանդուխտներ չեք, օտարականներ չեք դուք։ Հոգերավոր առումով օտար ու պանդուխտ անձը հեռու է Աստծո ներկայությունից, հեռու է Աստծո եկեղեցուց, հեռու է նրա կենթանի խոսքից եւ համընդհանուր որևէ բան չունեն։ Սակայն Քրիստոսով ամեն ինչ փոխվում է։ Քրիստոսով փոխվում է ամեն ինչ։ Այլ սրբերի համաքաղաքացիներ։ Սա նշանակում է, որ հավատացյալը պատկանում է Աստծուն եւ հանդիսանում է երկնքի արքայության քաղաքացի։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ անհատը ապաշխարում է ընդունելով Տեր Հիսուս Քրիստոսին որպես իր անձնական Տերը եւ Փրկիչը։ Սիրելիներ, ապաշխարությունը դա միայն բառեր չեն, որտեղ որ անձն ասում է Տեր, ներիր ինձ եւ քեզ ընդունում եմ որպես իմ Տերը Փրկիչը։ Սրանք միայն բառեր չեն, այլ սա որոշում է։ Այլ սա ուղղություն է եւ պատկանելիություն, որտեղ որ դու ասում ես, թե այլևս ում ես պատկանում։ Ապաշխարությունով անձն ասում է, որ այլևս ես չեմ իմ կյանքի կառավարիչը։ Այլևս ես իմ կյանքի կառավարումը հանձնում եմ Տեր քո ձեռքերի մեջ։ Դու առաջնորդիր ինձ, դու ուղղորդիր, դու մղիր, դու քո կամքդ հայտնիր, դու ասա այն, ինչ որ ես պիտի կատարեմ իմ կյանքի մեջ։ Ապետրոս 2 գլուխ 9-րդ համարում գրված է. բայց դուք ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր Տիրոջինը չեն պատկանում նրան,
Աստծո խոսքն ասում է, բայց դուք ընտիր ցեղեք։ Նկարագրում է Աստծո ժողովրդի յուրահատկությունը, կարևորությունը, բարձր արժեք ունենալը եւ ասում է, բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, դուք սուրբ ազգ եք, սեփական ժողովուրդ եք, որպեսի ցույց է տալիս նպատակը։ Այո, մենք ընտիր ցեղ ենք, թագավորական քահանայություն ենք, սուրբ ազգ ենք, սեփական ժողովուրդ ենք, սակայն կա եւս կարևոր բան, որպեսի հենց այնպես չի, որ դուք հանդիսանում եք Աստծո ժողովուրդ, որպեսի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ Ինչ առաքինությունների մասին է խոսում այստեղ։ Խոսում է Աստծո սիրո մասին, ողորմության մասին, շնորհի մասին, սրբության մասին, նրա զորության մասին, նրա հավերժական փառքի մասին։ Եվ մեզ ասում է, որպեսզի քարոզեք նրա առաքինությունները, որպեսզի քարոզեք նրա սրբությունը, նրա արդարությունը, նրա ողորմությունը, նրա սերը, նրա տված խաղաղությունը, նրա հավատարմությունն ու գթությունը քարոզեք։ Սիրելիներ, մենք չենք կարող Աստծուն ճանաչելով հանդերձ անտարբերությամբ լռել։ Մենք չենք կարող ճանաչել Աստծո արդարությունը եւ լռել այն ժամանակ, երբ որ մեր շուրջը անարդարություն է։ Մենք չենք կարող լռել այն ժամանակ, երբ որ մեր շուրջը մեղավոր վիճակ է, լռենք եւ չքարոզենք Աստծո սրբությունն ու եւ նրա արդարությունը։ Պողոսը չի սահմանափակվում, սիրելիներ, միայն քաղաքացիության պատկերով։ Նա ցույց է տալիս, որ Աստված մեզ ոչ միայն իր արքայության քաղաքացիներն է դարձրել, այլ նաև մեզ ընդունել է որպես իր ընտանիքի անդամ։ Իր ընտանիքի անդամ։ Եփեսացիս 2-րդ գլուխ 19-րդ հատվածից մինչև 20-րդ համարը ասում է. Աստծո ընտանիքի անդամներ, Աստծո ընտանիքի անդամներ, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա կառուցված, մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ Պողոս առաքյալը այստեղ օգտագործում է երկու հրաշալի պատկեր՝ ընտանիք եւ շինություն, կառույց։ Այս երկու պատկերները ցույց են տալիս, թե Քրիստոսի միջոցով Աստված ինչ մեծ գործ է կատարում մեր կյանքում, իր ժողովրդի կյանքում։ Եթե հավատացյալները Աստծո ընտանիքի անդամներն են, ապա ընտանիքի անդամ լինելու հետ միասին գալիս է նաև որոշակի պարտականություններ եւ պատասխանատվություններ։ Աստծո ընտանիքի անդամի հիմնական պարտականություններն են սիրել իրենց շուրջը գտնվող մարդկանց, իրենց եղբայրներին, քույրերին, հնազանդվել Աստծուն, մասնակցել եկեղեցու կյանքին, պահպանել միաբանությունը եւ կյանքով փառավորել Աստծուն։ Սաղմոս 26:8 համարում գրված է. Ով Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը եւ քո փառքի բնակվելու տեղը։ Սիրելիներ, մենք չենք կարող սիրել Աստծուն, բայց անտարբերությամբ վարվենք բոլոր այն բաներին, որ վերաբերվում է Աստծուն։ Եթե սիրում ենք Աստծուն, ապա սիրելու ենք բոլոր այն բաները, այն ինչ որ պատկանում է Աստծուն։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա նրա եկեղեցին էլ պիտի սիրենք, նրա ժողովրդին էլ պիտի սիրենք։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա չենք կարող անտարբեր գտնվել Աստծո եկեղեցու հանդեպ։ Պողոսը ընտանիքի պատկերից անցնում է շինության պատկերին, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված։ Եվ սա չի նշանակում, որ եկեղեցին հիմնված է մարդկանց անձերի վրա, այլ այն հայտնության եւ Աստծո խոսքի վրա, որ Տերը տվեց առաքյալների եւ մարգարեների միջոցով, այն հայտնության, որ Տերը տվեց։ Եկեղեցու հիմքը մարդկային կարծիքները, ավանդույթները կամ փիլիսոփայական գաղափարները չեն, այլ եկեղեցու հիմքը Տեր Հիսուս Քրիստոսն է հանդիսանում։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը եկեղեցու անկյունակարն է։
Անկյունակարը շենքի ամենակարևոր քարն է հանդիսանում։ Այն որոշում է ամբողջ կառույցի ուղղությունը, այն որոշում է ամբողջ կառույցի հավասարակշռությունը, այն որոշում է ամբողջ կառույցի ամրությունը։ Եթե անկյունակարը ճիշտ չլինի, ապա ամբողջ շինությունը վտանգված կլինի քանդվելու։ Անկյունակարը հանդիսանում է այն հիմնային կետը, որից կառուցվում է ամբողջ շինությունը եւ որով ավարտին է հասնում կրկին ամբողջ շինությունը։ Շինության բոլոր քարերը պիտի համապատասխանեն անկյունակարին։ Եվ եթե մեկ բան շեղ է, ապա ոչ թե անկյունակարն են ուղղում, այլ տվյալ շեղ քարն են ուղղում, որպեսզի այն համապատասխանի անկյունակարին։ Այդ պատճառով Պողոսը անկյունակարի օրինակով հայտարարում է, որ եկեղեցու կառուցման սկզբնակետը եւ նրա ավարտի վերջնակետը հանդիսանում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Սիրելիներ, թույլ տվեք, որ Քրիստոսը լինի ձեր կյանքի, որոշումների, ձեր ընտանիքի, ծառայության եւ ապագայի անկյունակարը։ Եվ եթե տեսնում ես քո կյանքի մեջ մեկ բան չի համապատասխանում ավետարանի էությանը, ոչ թե ավետարանը փորձի իր տեղից շարժել եւ փոխել, որպեսզի քո մտքին ու գաղափարին համապատասխանի, այլ քո շեղված կյանքը, միտքը, գաղափարը, որոշումը, նպատակները ուղղիր ըստ ավետարանի խոսքի, ըստ Տեր Հիսուս Քրիստոսի կամքի։ Աստված մեզ ոչ միայն քաղաքացի դարձրեց իր արքայության մեջ, ոչ միայն ընդունեց իր ընտանիքի մեջ, այլ նաև մեզնից կառուցում է իր բնակարանը, իր կենդանի եկեղեցին։ Եփեսացիս 2 գլուխ 21-ից 22 համարներ։ Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջ սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Այս հոգևոր շինությունը ներդաշնակորեն միավորված է եւ այն աճում է։ Պողոսն ասում է, նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն աճում է։ Նրա մեջ։ Եթե սիրելիներ մենք նրա մեջ ենք, ապա մենք միաբան կաճենք, ապա մենք միաբան կգտնվենք, ապա մենք կգտնվենք հոգևոր զարգացման process-ի մեջ։ Այո, ամեն բան զարգանում է եւ աճում, երբ որ գտնվում է նրա մեջ, Աստծո մեջ։ Աստված տարբեր մարդկանց, տարբեր ազգերից, լեզուներից, մշակույթներից, տարբեր սոցիալական կարգավիճակից մարդկանց միավորում է մեկ մարմնի մեջ։ Միավորում է Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Անկախ նրանից, որտեղից եք, որ շրջանից, որ քաղաքից, ինչ ազգությունից, ինչ լեզվով եք խոսում, Տեր Հիսուս մեզ միավորում է իր մարմնի մեջ։ Քրիստոսն իր խաչով քանդեց բաժանարար պատերը եւ ստեղծեց մեկ ժողովուրդ, եւ այս ամենը բոլոր նրանց համար, ովքեր հավատքով կմիանան Քրիստոսին։ Գաղատացիս 3 գլուխ 26-29 համարներ, որովհետեւ ամենքդ Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին, այլևս ոչ հրյա կա, ոչ էլ հույն, ոչ ծառա կա, ոչ էլ ազատ, ոչ արու կա, ոչ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով, եւ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք ու խոստման համաձայն ժառանգներ, եթե Քրիստոսինն եք։ Պողոս առաքյալը այստեղ ներկայացնում է երկու ամենակարևոր ճշմարտություններից մեկը։ Եկեղեցու միասնությունը չի հիմնվում մարդկանց նմանությունների վրա, այլ հիմնվում է Քրիստոսի վրա։ Աշխարհը մարդկանց բաժանում է ըստ ազգության, լեզվի, մշակույթի, սոցիալական դիրքի, կրթության, սեռի եւ բազմաթիվ այլ տարբերությունների հիման վրա։ Մարդիկ հաճախ իրենք
իրենց ինքնությունը կառուցում են այն բանի վրա, թե ինչով են տարբերվում մյուսներից կամ ինչով են նման մյուսներին, սակայն Քրիստոսը ստեղծում է մի նոր ժողովուրդ, որտեղ առաջնայինը ոչ թե արտաքին ճոխ տարբերություններն են, այլ Քրիստոսով Աստծուն պատկանելը, Քրիստոսով Աստծուն պատկանելը։ Մեր միաբանության կարևոր կետը Տեր Հիսուս Քրիստոսն է, այլ ոչ թե ինչ բաներով ենք նման։ Կորինթացիս առաջի գլուխ 27-ից 29 համարներ, բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում։ Աստված ընտրեց նրանց։ Սիրելիներ, մենք չենք որոշում, թե ով լինի Աստծո ընտանիքի անդամ։ Մենք չենք որոշում, ով է Աստծո զավակ եւ ով ոչ։ Երբ որ մտնում ենք եկեղեցի, Աստված մեզ ծանոթացնում է, ահա քո եղբայրը եւ ահա քո քույրը։ Եվ մենք չենք որոշում, ովքեր են մեր քույրերը եւ ովքեր են մեր եղբայրները, այլ Տերը ինքն է ընտրում, Տերը ինքն է ծանոթացնում, Տերը ինքն է հավաքում իր զավակներին իր ներկայության մեջ։ Եվ ասում է, բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում։ Եվ այո, հիմարները ընդունված չեն։ Այո, սա աշխարհն է կարծում, որ նրանք իբրև թե հիմար են, բայց Աստված ընտրեց նրանց, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ որ բան համարվողներին, որպեսզի Աստծո առաջ ոչ մի էակ չպարծենա։ Աստված հաճախ ընտրում է աշխարհի տեսանկյունից տկար, աննշան եւ արհամարված մարդկանց, որպեսզի ամեն բանում իր զորությունը երևա եւ որպեսզի ոչ ոք չպարծենա իր սեփական արժեքներով, իր սեփական ուժով, իմաստությամբ, գիտելիքով, հեղինակությամբ, այլ որպեսզի ամբողջ փառքը լինի Աստծուն ուղղված։ Մենք տարբեր պատմություններ ունենք, բայց մեկ փրկիչ ունենք։ Մենք տարբեր շնորհքներ ու տաղանդներ ունենք, բայց այս ամենի տվողը մեկ Սուրբ Հոգին է։ Մենք տարբեր ծագում ունենք, բայց ունենք մեկ Արարիչ։ Մենք ունեցել ենք կյանքի տարբեր փորձառություններ ու ճանապարհներ, բայց հիմա ունենք մեկ ճանապարհ։ Մենք մեր կյանքում հետևել ենք տարբեր ճշմարտությունների, սակայն հիմա ունենք մեկ ճշմարտություն։ Մենք ունեցել ենք կյանքի մասին տարբեր պատկերացումներ, սակայն հիմա Քրիստոսով ունենք մեկ կարևոր կյանք։ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 6-րդ համարն ասում է. Հիսուս նրանց ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Մեզ միավորում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Այս շինությունը մշտապես աճում է, ավետարանը քարոզվում է եւ մարդիկ ապաշխարում են, մկրտվում են եւ միանում են եկեղեցուն։ Ինչպես նաեւ աճը պետք է արտահայտվի նաեւ մեր կյանքում, հավատքի մեջ, սրբության մեջ, սիրո մեջ, այս աճը պիտի արտահայտվի մեր ծառայության մեջ, մեր անձը ճանաչելու մեջ եւ Աստծուն ճանաչելու մեջ։ Մենք կառուցվում ենք որպես Աստծո բնակարան, Աստծո բնակարան, որը որ գտնվում է մեզ հետ, բնակվում է մեզ հետ, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով։ Սա հատվածի գագաթնակետն է։ Աստծո նպատակը միայն մարդկանց մեղքերը ներելը չէ, այլ նրանց մեջ բնակվելը։ Յուրաքանչյուր հավատացյալ կենդանի քար է, որին Աստված տեղադրում է իր հոգևոր տաճարի մեջ։ Իր հոգևոր տաճարի մեջ։ Դուք էլ որպես կենդանի քարեր, Աստծո խոսքն ասում է, կառուցվում եք հոգևոր տուն լինելու համար, որպես կենդանի քարեր։ Ոչ ոք Աստծո տան մեջ ավելորդ չէ։
ոչ ոք Աստծո տան մեջ օտար պիտի չլինի։ Ամեն հավատացյալ ունի իր տեղը, իր կոչումը եւ իր ծառայությունը Աստծո մեծ ընտանիքի մեջ, Աստծո մեծ եկեղեցու մեջ։ Ուրեմն փրկությունը ոչ միայն մեղքերի ներման, այլև Աստծո ընտանիքի անդամ դառնալու եւ նրա կենթանի տաճարի մաս կազմելու մասին է։ Ուստի սիրելի եղբայրներ եւ քույրեր, բացեք ձեր սիրտը Քրիստոսի առջև եւ վերադարձեք դեպի ձեր արարիչ հայրը։ Աստված սիրով սպասում է քեզ։ Աստված սիրով եւ գրկաբաց սպասում է քեզ։ Վերադարձիր քո հոր տուն։ Նա սպասում է քեզ։ Քո հոր տանը դուռը բաց է եւ նրա գիրկը բաց է ընդունելու քեզ։ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք այլևս օտարներ չենք, այլ Աստծո արքայության քաղաքացիներ, նրա ընտանիքի անդամներ եւ Սուրբ Հոգու բնակության կենթանի տաճարներ։ Եվ ուզում եմ հարցնել ձեզ եւ խնդրում եմ, որ դուք անհատապես մտածեք. արդյոք ես Աստծո ընտանիքի անդամ եմ եւ նրա կենթանի տաճարի մի մասն եմ հանդիսանում։ Տերը թող օգնի յուրաքանչյուրի սիրելիներ, որպեսզի կարողանանք հանդիսանալ Աստծո տան անբաժանելի մեկ մասը եւ նրա եկեղեցու կենթանի քարերից մեկը լինենք։ Տերը օրհնի մեզ իր սուրբ ներկայությամբ եւ առաջնորդի մեզ միաբանվելու Տիրոջ հետ։ Այլևս օտար չեք։ Ամեն Աստծո խոսքի։